Մեղավորներ եկ չփնտրենք ինչ էր հարկավոր էր հասկանանք մենք որներ կարևոր էր իրար սիրենք ով է մեղավոր որ ասխան հեռու է արի մենք ամեն ինչ թողնենք ոնց որ կա չնայենք ով էր ճիշտ կամ ով էր սխալու հիշենք ոչինչ չի լինում կյանքում պատահական Սերեր կան, որ պատվում են ուշ հասկանալուց Սերեր կան, որ հաղթում են ուշ ունենալուց Սերեր կան, որ պատվում են ուշ հասկանալուց Սերեր կան, որ հաղթում են ուշ ունենալուց Խնդրում եմ այդ նմուշներին ձեռք մի տվեք։ Ամեն ինչ այնտեղ թող մնա, որտեղ որ դրված է։ Մանիկեններին էլ ձեռք մի տվեք։ Խնդրում եմ մի օր գոնե առանցից այդտեղ ոչ մի խնդիր մի ստեղծեք, մինչև ես կգամ ամեն ինչ կկարգավորեմ։ Մորես ինչ սիրուն ես։ Մերսի, դու էլ ես շատ սիրուն, բայց ոնց որ այսօրով էլ ես հա խառը։ Համար, ֆաբրիկայում ահավոր շատ գործեր կան։ Քիչ ամնում այստեղ կիսատ թողնեմ գնամ։ Չեմ զարմանա որ տենց անես։ Ու ինձ թվում է ոչ մեկ էլ չի զարմանա։ Այսինքն դուք բոլորդ ինձանից հույսներդ կտրել եք։ Ինձ թվում է եթե մենք մի քիչ էլի եկեղեցուց ուշանանք, հաստատ հույսները կկտրեն։ Մար գիտես չէ, մտածում էի չես գա։ Ճիշտն ասած ես էլ էի տենց մտածում, բայց մտածի որ ճիշտը գալիս է։ Նայ, եթե քո համար դժվար է, ավելի լավ է մնա տանը։ Չէ, ուզում եմ ամեն ինչ իմ աչքերով տեսնեմ։ Մտքովս չեր անցնի, որ իմ կյանքում կգտնեմ մի կին, որ կհաղթի իմ աշխատանքին։ Նախքին կինս չդիմացավ, մի անգամից բաժանվեց։ Դրանից է էլի, որ հիմա չես լսում։ Սպասի է, սարան չկա, հեսա խայտարակ ենք լինելու։ Լսի, քեզանից լավ հարցիկ, ես քեզ խոստանում եմ, մենք սիրուն հարսանիք ենք անելու մեր հարսանիքը։ Լավ դե ամաչացնում ես, մեր տարիքում հարսանիքը ինչ է, ավելի լավը կգնանք, կզաքսավորվենք ու դրանով կվերջացնենք։ Լսի, բայց դու վիզա ունես, չէ։ Չհասկացա, ես որ վիզա ունեի դուր էիր։ Լավ, բանի տեղ մի դիթ, հա, մասնագիտական դեֆորմացիա, բան չկա հետ էլ կթարգեմ։ Սարան ինչ եղավ։ Անհանգիստ եմ, բան պատահած չլինի։ Այ, անդադ վատ բաներից ես խոսում, ինչ պիտի պատահած լինի, Լաուրա։ Նայես թե ինչն է վատ բան համարում։ Մի ժամ առաջ էստեղ պետք է լինեի։ Մի անգամ ես զանգի տղես։ Չի պատասխանում։ Ախր, Սարչան, այսօր իր համար շատ պատասխանատու օր է, աղջիկա էլի, լարված է, անհանգիստ է, և դե վերջը Լաուրա, լավյատ հիշի քո հարսանիքի օրը, հիշում ես ոնց է իր ուշանում։ Շատ լավ եմ հիշում, մամա ջան, շատ։ Հարսանիքիս օրը կիման տեղավորվեց հարսի մեքենայի մեջ, ու այդ մեքենան կաբրիոլետ էր 2 տեղանոց, բայց համար էլ տեղ չկար, շատ լավ եմ հիշում։ Ուրիշ բան չունեիք հիշելու։ Չէ, ես այդ բանը չեմ մոռանա երբեք։ Դե լայս էլ ինչքան զանգում եմ զբաղված անընդհատ, երևի հեռախոսով է խոսում, իր ֆրադի գործերով։ Այս հարսանիքի օրով։ Կարող է կիման Բելային զանգելա, հայ միջալոց կիման ուրա։ Ենք ով գնացին, արի գնանք փնտրենք։ Սենց էլ բան կալի, զանգերես չի պատասխանում։ Լսի այ տղա, կարողա փոշմանելա չի գալու։ Ինչ ես խոսում, պապ։ Ես մտածում եմ, որ տենց ավելի լավ է։ Դժվար կլինի միայն հյուրերին բացատրել, թե ինչի չեկավ հարսը։ Բայց մնացած ամեն ինչ ճիշտ կլինի։ Իմ մոտ ունես տպավորություն է, որ դու իմ երջանկությունը չես ուզում, պապ։ Լսի, եթե մամադ, հորաքույրդ ու տատդ
Հավատում են դրան։ Իսկ այդ ամատունին հանուն կիմայի աչք է փակում։ Բայց ես ու դու հո գիտենք, որ ամեն ինչ կեղծ է։ Սոս։ Ժամանակն է անկեղծ խոսալու։ Այս ամեն ինչը շատ հեռու գնաց։ Աման, Սյուզի ուր ես կորել, չգիտես, որ այսօր ինձ պետք ես։ Աղջի ես ինչ առունդ ես, սիրուն է շորդ, չիդեմ ինչ ասեմ։ Աման, աչի կարնա բելային ասեմ, որ իմ հարսնիքիս համար էլ այս ման շոր ինձի համար կար է։ Կասես, անպայման կասես, բայց ուզում եմ քեզ մի խորհուրդ տալ, միշտ ապի ամուսնանալ, ձեր հարաբերություններին ժամանակ դուր Սյուզի։ Աղջի ես ավոյի հետ շուտ երջանիկ եմ, ինչ կասես։ Երեխեք հորքուրներ զանգել, ահա որ ուշանում ենք։ Ես էլ գործերով էի ինգել, ժամին չեմ նայել, ասել եմ մի քիչ սպասեք կհասնենք։ Դե շուտ հասնելու համար պետքա որ հիմա լինենք ճանապարհին, գնացինք, մի հատ օգնի։ Տոնին ներին ես։ Տեսնես, եթե ես էլ հարսի կլինեի իմ համար էլ ինչ որ կստանայիր։ Մար խնդրում եմ, ինձ այդ վատ վիճակի մեջ մի դիր։ Առանց այդ էլ չեմ ուզում քեզ սենց տխուր տեսնեմ։ Լավ, գնանք։ Այ ապրեք դու, բերեցիք սա, հասցրեցիք։ Օրինակ այդ առաջինը ինչ ալը, հա։ Էսի չէ, պրաստոյա, չէ։ Այլի նատանա։ Չէ, էսա չէ։ Ինքնա որ կա, հենց ես էլ դատարկեք։ Մի րոպե արա։ Կարող են զիցերեցին, բաբշե հարսանիք չկանչեցին։ Ջաջա, տղեկը գործը արդեն անում են, ձեր կողմից անակնկալը իմացեք արդեն եղած է։ Դնում են պարիսպները։ Պարիսպները ընտրել եմ, այսօր կդնեն։ Արխային եղեք, բելան ապահով ձեռքերում կլինի։ Չնայած բելան հիմա էլ ապահով ձեռքերում, սաղ կլինի եղած է։ Ապրես, դե թող ավարտեն կգաս։ Դե զանգել եմ, որ գամ էլի, տղեկը մեկը արդեն աշխատում են, ես պետք չեմ ստեղ։ Անես չի, որ դու ստեղ պետք ես։ Աղջիկները առանց քեզ էլ կգան։ Անես որ դու գործի գլխին եղի։ Ոնց թե։ Հայկ ջան, հարսանիքը ուշանում, չի սկսվել դեռ։ Նենց որ կհասցնես, դու գործը ավարտի կգաս։ Լավ։ Ընկերետա, մի գիժել էսա։ Բելայի տան ինչ անում։ Պարիսպները պատվիրել, որ ամբողջ տունը պարսպապատեն, որ բելան հանգիստ լինի։ Բելան թե դու։ Ոնց հասկանում ես, ես։ Պապ, ժամանակները փոխվել են։ Մարդուն ինչքան ազատ ես թողում, կան քեզի ավելի մոտ է լինում։ Ասի, լավ է ամեն ինչ է։ Արի ավելի լավ է քեզանից խոսենք։ Ավելի ճիշտ, քեզանից ու Սառայից։ Մեղքս տվեց։ Հետ էին ուղարկում։ Բաժանվելուց հետո Նյու Յորքում ոչ ոք չուներ, որ յան օգներ։ Դրա համար ես օգնեցի։ Մեկա չեմ հասկանում։ Այ դու եթե դա անեիր մոտ մարդու համար կհասկանայի, բայց սենց Պապ, որ ես ամեն ինչ ինձ ասեր 10 օր առաջ, քո հետ համաձայն կլինեի։ Բայց հիմա Սառային համար շատ թանկ է ու կարևոր։ Մենք արդեն լավ ընկերներ ենք դարը։ Տղա ջան, հարսանիքը, եկեղեցին, դա պետք է սիրո արդյունք լինի, ոչ թե ընկերության։ Դե որ ամուսնացող լինեի, Մարի հետ վաղուց ամուսնացել էի։ Մարի։ Հա, պապ։ Ես Մարին դեռ չեմ մոռացել։ Ընդհակառակը ասեմ, որ 2 տարվա մեջ փորձում եմ մոռանալ։ Ես հասկանում եմ, շատ դեպքերում մի համար էլ է դժվար եղել։ Դե որ Մարին սիրում էիր, հիմա պետք է մենք Մարին սպասեինք։ Ինչ կապ ունի տղա ջան Սառան։ Տղա ջան, Մարին պետք չի բաց թողնել։ Ախր երկուսդ էլ սիրում եք իրար։ Ես որոշել եմ։ Հենց Սառայից բաժանվեմ, կգամ Մարի հետևից։ Չգիտեմ Մարին ես կընդունի թե չէ։ Սոս ասում է իր այդ աղջկա նախքինն է եկել։ Նա էլ թող վիզա տա, նա էլ թող ամուսնանա։ Արի քանի ուշ չի, կանխենք այս ամուսնությունը։ Պապ,
Դու ուժեղ ես, դու կդիմանաս։ Այ մաման, տատին, հորքուրը չեն դիմանա։ Ահ, էդ էլ կա։ Իրանց համար դերս ամեն ինչը շարունակվում է։ Հետո մի կերպ տակից դուրս կգանք։ Ապա ինչ անենք, ախր լավ հասկացա։ Բա ուրա Սարան, հա։ Ուրա Սարան, ուրա։ Հուլիսի 26-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Հայկ Ղևոնդյանի Սպիտակցի Հայկոյի մենահամերգը։ Հին ու նոր սիրված եւ իթեր դարձած երգեր, շքեղ, լուսային եւ ձայնային լուսավորում։ Բաց մի թողեք ամառային ամենաուրախ համերգին ներկա գտնվելու հնարավորությունը։ Հանդիպում ենք հուլիսի 26-ին Ակվակալենտեում։ Հաջող մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818 418 5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Ընտրելով մեծ ճանաչում ստացած, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած Գարիկի մոտ առանձնատներից որևիցե մեկը, դուք ապահովագրում եք ձեր անգերազանցելի հանգիստը։ Հասանելի օրերը ստուգեք garikimot.com կայքում կամ զանգահարեք։ Գարիկի մոտ արժանացեք արքայական հանգստի։ L Nail and Beauty Lounge մշտապես գեղեցիկ, խնամված եւ անգերազանցելի արտաքին տեսք ունենալու հայտնի անուն Նորթրիջում։ Գերժամանակակից գեղեցկության սրահում մեկ հարկի ներքո բարձրակարգ մասնագետների կողմից մատուցվում է ամենատարբեր ծառայությունները։ Դայանը Մարտեսյանի գլխավորությամբ գործող Fidelity Realty and Loans ընկերությունն առաջարկում է անշարժույթի արքովաճառքի գործարքների լայն շրջանակ։ Ներառյալ առանձնատներ, բնակարաններ, հողատարածքներ, առևտրային կենտրոններ։ Մենք կօգնենք ձեզ ձեռք բերել անշարժույթ Կալիֆոռնիայի տարբեր քաղաքներում։ Ընտանեկան գնումներն իրական հաճույք են։ Blackjack Market, առողջ ապագան ընտրություն է։ Էջմիածին Banquet Hall, նոր միջավայր, բարձրակարգ սպասարկում, անհատական մոտեցում։ Մենք սպասում ենք ձեզ։ Զանգահարեք եւ ամրագրեք ձեր օրը հենց հիմա։ Աղջիկներ, շտապեք գրանցել նոր հասցե Գլենդելում։ Դելամոր նորավոճ հագուստի նոր հասցե 1100 South Central Avenue։ Այցելեք եւ կհամոզվեք։ Դելամոր, շատ ոճային։ Flowers, balloons, toys, gifts and party supply. Piano Masters համաշխարհային հայտնի դաշնամուրների վաճառքի կենտրոն Լոս Անջելեսում գործում է ֆինանսավորման ճկուն համակարգ։ Այցելեք հենց այսօր եւ մեր հմուտ մասնագետները ձեզ կօգնեն ձեռք բերել լավագույն արժեքներով դաշնամուրներ։ Ներկայացնում ենք LA Regal Mortgage Group-ն ու LA Regal Realty-ն Լոս Անջելեսում առաջատար անշարժույթ ընկերություն։ Առաջարկում ենք մատչելի վարկեր եւ բարենպաստ պայմաններ վարկավորման, վերաֆինանսավորման եւ ներդրումների համար։ Supreme Rolling Doors Լոս Անջելեսում հայտնի ընկերությունը առաջարկում է տան, փաթիոների համար ժալյուզների տեղադրման միանգամայն նոր լուծումներ։ Եվ սա դեռ ամենը չէ։ Այժմ արդեն տեղադրվում են նաեւ դրսի համար նախատեսված շաուերներ, գեղեցիկ եւ ժամանակակից ոճով պատրաստված։ Պատար շաուրմա ամենահամեղ եւ բազմազան շաուրմայի տեսականին Գլենդելում պատրաստված բարձրորակ մսամթերքով եւ հմուտ խոհարարների ձեռքով։ Ընդունվում են պատվերներ, կատարվում է առաքում, DoorDash, Uber Eats, Postmate եւ այլ ծառայությունների միջոցով։
Խնդրում եք կատարյալ վայր, որտեղ ձեր երեխաները կվայելեն ուրախ, ապահով եւ հիշարժան օրեր, My Little Town Eagle Rock-ում սպասվում է ոչ միայն զվարճալի ու զարգացնող խաղահրապարակ, նաեւ համեղ խոհանոց, հարմարավետ հանգստի գոտիներ եւ ջերմ մթնոլորտ։ Bakery-ն արդեն 1 տարի է ներկայանում է հիմնովին վերանորոգված ընդարձակ խանութով։ Այստեղից դուք կարող եք գնել տորթերի բազմազան տեսականի, խմորեղեններ, թխված կաբլիթներ, ինչպես նաեւ պատվիրել ծննդյան, հարսանեկան եւ այլ առիթների համար նախատեսված շքեղ տորթեր ու տարատեսակ ուտեստներ։ Մեկ ճիշտ որոշումը կարող է ձևավորել ձեր ընտանիքի ներկան եւ ապագան։ Կյանքի ապահովագրություն, Living Trust, կանխապլանավորված հարկավորություն։ Մի թողեք ձեր ապագան ինքնահոսի։ Եղեք պատրաստ։ Art Modern Design Los Angeles-ում առաջատար ընկերությունն առաջարկում է ձեր ճաշակին եւ նախասիրություններին համապատասխան ցանկացած դիզայնի եւ ոճի կաբինետների խոհանոցային կահույքի պատրաստում։ Մեքենաների վաճառքի կամ լիսի շուկայում լավագույն պայմաններն է առաջարկում Dan Oro Group-ը։ Մեր առաջատար մասնագետները ձեզ կօգնեն խիստ կարճ ժամանակահատվածում գնել ձեր ցանկացած մեքենան, առաջարկելով նաեւ ֆինանսավորման լավագույն պայմանները։ Ավտովթարի մեջ եք ընկել։ Ձեր փոխհատուցումը սկսվում է այստեղ։ Մեր փորձառու փաստաբանական թիմը մասնագիտացված է ավտովթարների գործերում եւ պատրաստ է պաշտպանել ձեր իրավունքները արագ, արդյունավետ եւ հստակ։ A&M Law Firm Calcost Fencing Կալիֆոռնիայի առաջատար ֆենսինգ ընկերություններից մեկն առաջարկում է ալյումինե եւ վինիլե բարձրագրություններ ձեր տան համար։ Անվճար չափագրում, ամերիկյան արտադրանք եւ լայֆթայմ երաշխիք։ Զանգահարեք 888 735 8833։ Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթը, երբ որ կամ մեկ օրում գեղեցիկ ատամներ ունենալը։ Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդենում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ։ Այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը։ Առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ, ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818 418 1111 Cool Look, մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Աման, կա ինչ կզե։ Շուզի կարաս այդ հեռախոսդ մի կողմ դնես։ Քեզ ինչ եղա բանկը կարդամ։ Վրես ազդում է հեռախոսդ։ Աղջի, Google-ը եմ մդել, թեմատիկ կենասներ ու անեկդոտներ կկարդամ, որ թամադայի հետ մրցեմ, հասկնաս կը։ Հա ինչ կնայես։ Ես իսի հարսնիքի մեջ հadoop պաշտոն ունիմ, հարսնակուր։ Պիտի իմ պաշտոնին համապատասխանից պայեմ։ Աման, Սարա։ Ստեղ բան եմ կարդացել, բայց չգիտեմ ճիշտ է, ճիշտ չէ։ Հələ դու ասա, ճիշտ է որ բոլոր ազապ տղամարդիկ աչք կդնեն հարսնաքրոջ վրա։ Շուզի կարաս իմ հավեսով գնաս մի քիչ։ Քա ինչ կնայես, կարող է ես չեմ գալիս։ Դու պատկերացնես կա որ ավոն հանկարծ տեսնի մեկը իմ վրա աչք է դրել։ Կկդրտի, կփրթրտի։ Ճիշտ է թե ճիշտ չէ, սա իմանա։ Ոչինչ Մարի ջան, մի նեղվի։ Ամեն ինչ ժամանակավոր։ Մարինչն է ժամանակավոր։ Դե այս ամուսնությունը էլի։ Մեկ էլ Սարայի գործերի համար կգնան ԶԱԳՍ ու վերջ։ Կբաժանվեն։ Մարի լավ էլի, ես արդեն ջղայնանում եմ։ Չեմ հասկանում, աղբորս երջանկության օրով եկել ես էլի ինչ։ Ինչ, ուզում ես ասես կռում եմ։ Բելա մի հատ աչքերդ բացի էլի ու հասկացի թե շուրջդ ինչա կատարվում։ Մարի, ես քեզ այս վիճակով ոչ միտեղ չեմ տանելու։ Մենք հիմա գնում ենք տուն։ Հանգիստ տեղի։ Ես սկանդալներ չեմ սարքի։ Ուղղակի ուզում եմ իմ աչքերով գնամ տեսնեմ այդ ամեն ինչը ու զզվեմ բոլորից։ Մարի, ես քո համար եմ մտածում։ Հա, հորքուր։ Ինչի եք այսքան զանգում։ Բելա, ես ինչ շնորհքա։
Հյուրերը արդեն ռեստորանում զակուսկեղենը կերան, սալատները կերան, դաժե արդեն մոժոժը կերան։ Տանից դուրս ենք եկել, արդեն ճանապարհին ենք։ Արագացեք, որովհետև արդեն եկեղեցում հյուրերը մոմերը վառել են, աղոթում են, որ դուք տեղացնեք։ Հորքուր, ասում եմ, արդեն տանից դուրս ենք եկել, ճանապարհին ենք։ Լավ, արագացեք։ Սարային էլ զանգում եմ, ինքը չի պատասխանում։ Չգիտեմ Սարան ինչի չի պատասխանում, հենց հիմա, բայց իր մեքենան տեսնում եմ, դիմացովս քշում է, այնպես որ հանգիստ եղեք։ Լավ, արագացրեք։ Գալիս ենք։ Ես բելուչկային զանգեցի, ասեց, որ արդեն ճանապարհին են։ Չգիտեմ այդ լավա թե վատ։ Լավ էլի, պապ։ Լավրա, ավելի լավ կլինի դու ռեստորան զանգ տաս։ Ասես, որ մի քիչ ուշանում ենք, բայց ասա անպայման գալու ենք։ Ես արդեն զանգել զգուշացրել եմ։ Ապրես, վերջապես գտնվեց մի մարդ, որ առանց իմասելու ինչ որ բան արեց։ Մի հարցնող լինի, չեք շտապում։ Ոչ եղբայր, մենք ոչ մի տեղ չենք շտապում։ Մենք մեր երջանկությունը նոր ենք ձեռք բերում։ Ճիշտ ասում, չենք վրացում ոչ մի տեղ։ Մենք դեռ վայելում ենք։ Հորքուր, Սարան Բելայի հետ, հա։ Չէ, կարծեմ Սարան Սյուզիի հետ է։ Մի րոպե, Սյուզի ասեցի միտս ընկավ։ Բա Ավոն ուր է։ Ավոն Սարոյի հետ ինչ որտեղ գնացին միասին։ Ուր։ Ինչ իմանամ։ Ինչ որ բան քչփչացին ու թռան։ Չեմ հասկանում, ես հարսանիքա թե թատրոն։ Լավ հարց տվեցիր։ Դե առաջացային անպատասխանատու գյադա։ Աղբորդ հարսանիքն ամ քեզ ֆայմեն մի հատ նվեր առնես իրա համար, ամոթ քեզ։ Ինչի դու առել ես, պապի։ Մանկապարտեզ դպրոցի հարցերը լուծել եմ դա նվեր, չի։ Հա էլի։ Պլյուս ծորանս մի տարվա պամպերսի հարցն եմ լուծել։ Այսօր նվիրելու եմ։ Պամպերս, պապի։ Դու գիտես ինչ թիվ է այդ տղա։ Հա էլի։ Ով կարող է հիմա իրան թույլ տա մի հատ պամպերս նվիրել։ Գիտես լսա պամպերս։ Հայ ապրես։ Բարև ձեզ։ Բարև Ինչով կարող եմ օգտակար լինել։ Ես իմ անպատասխանատու թոռս իր աղբոր հարսանիքի համար մոռացել է նվեր առնել։ Մի հատ ինձ ոսկի մկրատ տվեք, էլի։ Ոսկի մկրատ։ Դե հա, աղբերս Վարշավիր է, էլի ոսկի մկրատ։ Լսի մի րոպե։ Նախ հարցի համար մի բան առ։ Ինչ ոսկի մկրատ այդ տղա։ Ես խնդրում եմ, մեծ բրասլետ, ակաջող, մատանի բան, մի բան տվեք մեզ ձեր ճաշակով։ Շատ բարի։ Ես հիմա ցույց կտամ մեր շքեղ տեսականին։ Հրաշք։ Պապեսի շատ նուրբ հայսի վեր։ Թևնոցների։ Հրաշք։ Էս վերցնենք, էլի։ Դուս մնա։ Պրոստա պրելեստ։ Պապի ինձ որ լսես, ես էլ կվերցնենք։ 4-ն էլ վերցնում ես։ 4-ը։ 4-ն էլ վերցնում ես։ Արցխոտ, հատեք։ Սյուզի վերջին օրերը տալոսում։ Ավելի լավա քաղաքին նայես, քան թե ինձ։ Ախր ես այսօր քեզի ագնար կերեցի, որ ես էլ դիպսակվին։ Դու չհասկացար, բանի տեղ չդրիր։ Ոնց բանի տեղ չդրեցի։ Ես քեզ ասացի, որ պետք չի շտապել։ Ու այդ ասեցի նրա համար ոչ թե որ Ավոն լավն է կամ վատը, այլ նման հարցերում չեն շտապում։ Սարա, ես Ավոյին հետ երջանիկ եմ։ Մենք սիրենք կիրար։ Ես իդոր կողքը ինձ երջանիկ կզգամ, հասկնաս կը։ Ադիկ է կարևոր, բայց երբ որ մարդուն չես սիրե, իդի ամուսնությունը դառնա կը դժբախտություն։ Ցավը տանեմ քեզի այ է, հասկնաս կը դու դժբախտ ես։ Հակոբն ընդեղ է դժբախտ, Մարին դժբախտ է, որովհետև իսի օրով կերթա իրա սիրած տղին հարսնիկին դու հասկնաս կը պատկերացնես կը։ Սոսը вообще մեղք է։ Ով դե ինչ ամբախ զամբախ կը զերցի Սյուզի, ում է պետք ու գսածդ, իսի օրով։ Ներես կը։ Չնայած ինչի ամբախ զամբախ, լավ էլ ճիշտ կզերցեմ։ Ես շատ ժամանակ չեմ խոսի, բայց մի պահն է որ տեսեմ։ Մե վիզայի համար ինչ աղկռնաս, այդքան մարդ դժբախտացնիս, առաջինը քեզ։ Կանգնեք ստեղ խնդրում եմ։ Ցավը տանեմ։ Կկանգնեք խնդրում եմ։ Մար։
Էս ինչ ա եղել, ինչ են կանգնում։ Հələ դու էլ կանգնի տեսնենք ինչ ա եղել։ Սա ժամանակ ունեն կանգնելու։ Բարի գնանք տեսնենք ինչ ա եղել։ Սաս։ Տատի ջան կամելած որ փիչ ուշալանք։ Ոչինչ, դակաս։ Մի անհանգստացի։ Մենք այսքան ժամանակ սպասել ենք քորիս երջանիկ օրվան, այս պահերին։ Ինչ ա եղել, որ մի քիչ էլ կսպասենք։ Դե երևի բոլոր հարցներն տենց են։ Շորը ծանր է, մեկ-ապ, մաս, կարծում ես գահստեն։ Տենց։ Հիմա ես քեզ ասեմ, պատասխանատու օր է իր համար, հասկանում ես, ինքը փորձում է ավելի մանրակրկիտ պատրաստվի, ավելի լավ պատրաստվի, իսկ եթե ավելի լավ է պատրաստվում, նշանակում է ուզում է քեզ դուր գաս։ Միտը, ես քեզ շատ եմ խնդրում, ես տեսնում եմ, որ դու տղում ես, Սորջան։ Դու հասկանում ես ինչ է, Սարան շատ լավ աղջիկ։ Եվ հետո ինչի պիտի այսօրվա օրով դու նեղվես, տխրես, Չէ որ մենք այդքան ուրախ ենք քեզ համար, քո երջանկության համար, տղաս, այդ ոչինչ որ ուշանում է, քիչ է ուշանա, բայց հետո ինքան բան ունես հիշելու, շատ բան։ Յա, ես ինչի եկաք, սպասեիք հարսանիքը պրծներ նոր գայիք։ Կարող է սկսվել է։ Դեռ չէ։ Բա էլ ինչ կա։ Դե հենասը ճիշտ ժամանակին էլ եկել ենք, էլի։ Տեր հայրը ասեց մնացել է 30 րոպե։ Բայց չէի կարողանում համոզել, որ մի քիչ ոդկա կաղ գցեր։ Համոզել եմ։ Սկզբում ասեց 10 րոպե, բայց հետո սարքեց կես ժամ։ Մնաց 29 րոպե։ Լավ ժողովուրդ, 10 րոպե էլ ենք սպասում։ Չեկավ, էլ ոչ մի բան չենք անում։ Բելանա գրե։ Ինչ ա գրել։ Ինչի ա գրում Սորջան։ Ախր ինչի չեն գալիս։ Կներեք, կարևոր զանգ ունեմ, խոսամ գամ։ Չհասկացա։ Կարող է ինչ-որ բան ա եղել ու չգա։ Չեմ հասկանում, կարող է հարսանիքը չեղարկել են։ Ո՞չ թե չեղարկել են։ Բա ծորս։ Արա, դու իմ երազանքները քարով ես տալիս այդ տղա։ Լսի մի քիչ համբերի էլի, տեսնենք ինչ ա լինում։ Այլ տարօրինակ չի։ Հասանիքի օրը հասել եք, հիմա բանից պարզվում է, որ իրաց մոտ ինչ-որ մի բան են չէ։ Իմ համար ամեն ինչ էլ պարզ էր։ Պիտի ուղղակի չվախենայինք ընդունել ճշմարտությունը։ Դե լավ հերիք այլի փիլիսոփա ես, վայ։ Հիմա կգա կասի ինչ ա եղել։ Ժամանակից շուտ բաներ մի ասա։ Ասում ես սաղ լոսին դուք եք կրիշավատանում։ Նկատի ունեք պատյոները կամ պերգոլաները։ Լետ կուլտուրականը թարգի, չի մակարտակին տնեմ ստե ինչով եք զբաղվում։ Նայ խարև, սեփական տուն ունես, կարանք արագի մեջ մի թույն բիսետ կսաբրզի տանենք։ Կամ խոսքի օջը խտեկող գնացող բոյով բարեկամ ունես, այս դրնից դնում ենք ու սաղ թամամա։ Աղբորս համարս լուսավոր պլինդուզն եմ զամուտի տանում ու տղուփայ սաղ վիշի սորտ մատիրելով տարբծվում է։ В общем, ջոգիր մերրեմ սրտիչ ինչ սերվիզ ենք աբիսպեչի տանում։ Ետ ինչ ասիր սաղ ուզում եմ, աղբերս։ Չորնեսին սխալ ինֆորմացիա էր տվել, ասա իզվինի, մարդիկ յանց հալար քրդիկով բեսոտկա են դնում, նես էլ եմ դրել, համար ես եք ուղարկեմ։ Հուլիսի 26-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Հայկ Ղևոնդյանի Սպիտակցի Հայկոյի մենահամերգը։ Հին ու նոր սիրված եւ իթեր դարձած երգեր, շքեղ, լուսային եւ ձայնային լուսավորում։ Բաց մի թողեք ամառային ամենաուրախ համերգին ներկա գտնվելու հնարավորությունը։ Հանդիպում ենք հուլիսի 26-ին Ակվակալենտեում։ Հաջող մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք,
Զանգահարեք մեզ 818 418 5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Որ հայավարի տանը դու մարդ հյուրասիր ես, ասենք որտեղից թարմը թերքներ կարաշ ճարես, միլ բան ճարեղեն ուլիքը տարբեր խմիչքը, կապահով են քո մենյուի մտքի թռիչքը, քեզ միշտ կողքնի մելեն ու բոլան վերջ պարկինգը, առանց մունաթը հայ կնոջ դանդաղ շոփինգը, ընտանեկան մթնոլորտ է գները ցածր, Սերվիսը թույն մարդիկ միշտ գող որակը բարձր Come on everybody Էստի սուպերմարկետ դու արի Սուպերմարկետ էստի Էստի համեցեք դուք միշտ Come on everybody Էստի սուպերմարկետ դու արի Սուպերմարկետ Համեցեք դուք միշտ Համար գործում է նաև շների մանկապարտեզ, որտեղ կարող եք ըստ սահմանված ժամերի թողնել ձեր շանը աշխատանքային օրերի ընթացքում։ Եթե ճանապարհորդելու եք, հոգ չէ, կարող եք թողնել ձեր շանը 1 օրով կամ 1 ամսով, վստահ լինելով, որ 24-ժամյա հսկողությունը նրանց անվտանգ է պահում։ Եվ սա դեռ ամենը չէ, տրամադրում ենք նաև վարսահարդարման ծառայություններ եւ հատուկ ուսուցում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Fun House Factory հրաշքներով դիմանկական վայր Լոս Անջելեսում, ծննդյան տոնակատարություններ, զվարճալի խաղային օրեր, թեմատիկ երեկույթներ։ Զանգահարեք հենց հիմա։ Մի $1000 ծախսի տակ ընկանք։ Չէ, 300։ Պահ, էդ ինչ եմ բերելու որ։ 12 տեսակի appetizer, հավի ու տավարի անուշահամ քեբաբ, հավի եւ խոզի ածուխի վրա պատրաստած խորոված անխորժելի սալմոն։ 807 771 77 71։ This is not for beating. This is to prepare delicious food. Royal Travel-ը ներկայացնում է 2025 թվականի խմբակային ճանապարհորդությունները հունիս 25 Իտալիա, Սիսիլի, Ամալֆի, Շվեյցարիա եւ Ֆրանսիա, օգոստոս Սկոթլանդ, Այրլանդ, Ինգլանդ եւ Ամստերդամ։ Զանգահարեք 818 487 8875։ Nostimo Grill հունական խոհանոցի ամենահամեղ ուտեստները Լոս Անջելեսում։ Հունաստանից հայ հիմնադիրների կողմից բացված ռեստորանում դուք կարող եք համտեսել հունական խոհանոցի իրական համը։ Համեղ գիրոների լայն տեսականի պատրաստված թարմ եւ բարձրակարգ մսանաթերքով։ Կատարվում է առաքում, իրականացվում է նաև քեթրինգ ծառայություն։ Ծրիա, սենսացիան ստեղ, հա։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Դոլար ուղարկես, դոլար ստանա։ 1%, հա։ Այո։ Ծրիա, էլի։ Black House NoHo համի երաժշտության եւ անմոռանալի երեկոների վայր 2019 թվականից ի վեր Black House-ը դարձել է Լոս Անջելեսի հարյուրավոր քաղաքացիների ժամանցի ամենանախընտրելի վայրը։ Vegas documented notary. Եթե ամուսիններով ընդհանուր լեզու չեք գտնում, մենք կօգնենք ձեզ բաժանվել 2 օրվա ընթացքում առանց դատարան գնալու։ Կարբաս ընկերությունը Լոս Անջելեսում ներկայացնում է համեղ եւ բարձրորակ պատրաստի ուտեստների լայն տեսականի։ Ձեր զբաղված առօրյայի անբաժան մասը կարող է դառնալ սառեցված սննդամթերքի բազմազան տեսականին, ձեր նախասիրություններին համապատասխան, պատրաստված սերնդեսերունդ փոխանցված բաղադրատոմսերով։ Հայաստանում արտադրված Ավշարի գործարանի պահածոները, մուրաբաները, հյութերն ու այլ արտադրանքը այժմ հասանելի են նաեւ Լոս Անջելեսի սպառողներին։ Զանգահարել 818 648 9922 հեռախոսահամարով։ Vanity X ինտերիեր դիզայնով հագեցած խանութ սրահ, համաշխարհային բրենդ հանդիսացող տարբեր ապրանքատեսակներ, ընդունվում են պատվերներ խոհանոցային կահույքի համար, իտալական հանրահայտ Rives ֆիրմայի էքսկլյուզիվ ներկեր, 17037 Ventura Boulevard Encino։
յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Ցանկանում եք տեղադրել ձեր ճաշակին համապատասխան երկաթե դռներ, դարպասներ, պատվիրել մանգալներ եւ այլ պարագաներ շուկայական ամենալավագույն արժեքներով, ուրեմն դիմեք Iron King LA ընկերությանը։ Որակն ու բարձրակարգ սպասարկումը երաշխավորված է։ Մեզ մոտ ունենք թե նոր, թե օգտագործված մեքենաներ, որոնք կարող ես ձեռք բերել թե լիզ, թե բայ տարբերակով, իդեպ ասեմ, social կամ credit ունենալը պարտադիր չի։ Car Motors, ամենահարմար պայմանները մեզ մոտ։ Այս այն մուզած է։ Եթե դուք փնտրում եք հարմարավետություն եւ որակ, ապա Mattress Star-ը ձեր լավագույն ընտրությունն է։ Մեր մասնագիտացված թիմը պատրաստ է ձեզ օգնել։ Մեծ ցուցասրահ, հսկայական ընտրություն։ Ես բժշկուհի Վարդուշ Քեշիշյանն եմ, բժշկական կրթությունը սկսել եմ Հայաստանում, հետո մասնագիտացել եմ լսողական խնդիրների ուղղությամբ եւ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Same prices right here in Glendale, right down the road from your home. Call us or come schedule an appointment at 229 North Central Avenue on the 2nd floor in Glendale. Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթ է, երբ որ կամ մեկ օրում գեղեցիկ ատամներ ունենալը։ Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ։ Այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ, ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818 418 1111 Cool Looks, մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Ինչ որ բան կա, որ մենք չգիտենք։ Կներեք, որ ուշացանք։ Լավ աղջիկ ջան։ Եկեք մտնենք եկեղեցի, որտեղ Տեր հայրը սպասում է։ Չենք կարա ներս գնանք։ Սարա, ես կբացատրեմ։ Իզբելան ամեն ինչ գրել է։ Սոս։ Ինչա գրել։ Ինչա կատարվում։ Սոս կլինի ես ասում։ Իրականում դուք բոլորդ ավելի լավն եք, քան ես։ Աղջիկ ջան, Սարա ջան, տենց մի ասա։ Ճիշտ է, մինչև մեզ հասնելը դեռ շատ կա, բայց դու դեռ անհույս չես։ Տատի ջան, մի վարքյան, ավելի լավ է Սարան բացատրի ամեն ինչ։ Ասա տեսնենք։ Ես իրականում շատ շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին ինձ սիրելու ու ընդունելու համար։ Ես վաղուց մոռացել էի ինչա նշանակում տատի ու պապի։ Թե ոնց է լինում, որ հորաքույրդ սիրում է քեզ հարազատ երեխայի պես։ Թե ոնց կարելի է ներել, եթե անգամ սխալն աններելի է թվում։ Դուք ընդունում եք իրար բոլոր թերություններով եւ սխալներով հանդերձ։ Ճիշտ է, մեկ-մեկ մի քիչ կռվում եք, լավ մի քիչ չէ, հաճախ եք կռվում, բայց սիրում եք ու հոգ եք տանում իրար մասին։ Ես հեսա կհուզվեմ։ Ես լրիվ անծանոթ մարդ եմ եղել ձեր տանը, բայց ինձ ընդունել եք ու պաշտպանել եք։
Անկամ դուք, երբ ամենասկզբից էլ հասկացել էիք իրականում ինչ է կատարվում, բայց մինչև վերջ պահեցիք Լուսոսի գաղտնիքը։ Ինչ գաղտնիք, Վահե։ Չեմ հասկանում ինչ է կատարվում, կբացատրեք մի հատ։ Ես ու Սոսը երբեք էլ հարս եւ փեսա չենք եղել։ Երբեք չենք պլանավորել ամուսնանալ։ Այս ամեն ինչը արվել է մի նպատակով, որ ես վիզա ստանամ։ Քեզ բան։ Բան, որ ասում էի, չենք հավատում։ Կներեք ինձ։ Դուք արժանի չէիք, որ ես ձեզ խաբեի։ Սոս։ Ճիշտ ասում Սոս։ Լավ, բա ծորս։ Ճիշտ է, ես խաբել եմ, բայց կա մեկը, ով անկեղծ ու անմնացորդ սիրում է Սոսի։ Էդ ով է։ Սոսն էլ դուք էլ արժանի եք երջանիկ լինելու։ Ես չգիտեմ իմ հետ վաղը ինչ կլինի, գուցե հենց վաղն էլ ինձ դեպորտ անեն, բայց անկեղծ ասած ինձ համար արդեն միևնույն է, որովհետև ես էլ չեմ ուզում ձեզ խաբեմ։ Ես չեմ ուզում չարաշահեմ ձեր լավ վերաբերմունքը իմ հանդեպ։ Սոս, շնորհակալ եմ քեզ ամեն ինչի համար, որ այսքան համբերատար էիր ու կներես։ Ապրես Սարա, դու արեցիր են, ինչ ես կյանքում չէի համարձակվի։ Դե մենք վախենում ենք երկու կարևոր բաներից՝ ճշմարտությունից ու ինչքան էլ տարօրինակ է երջանիկ լինելուց։ Բայց ես ուզում եմ, որ մենք այսօր այդ երկուսն էլ իրականացնենք։ Դե ես գնամ։ Մի վրազի։ Ես որ ամեն ինչ իմացա ինչ պետք է անես դու, ժամանակը չկորցրեցի, անակնկալում ես։ Պարոն Ագովն է։ Պարոն Ագով։ Պարոն Ագովս է, իմ շեֆս է, գիտես, չէ։ Մարի, մենք խոսելու շատ բան ունենք։ Գիտեմ, ու պատրաստ եմ։ Տեսնում ես, ամեն ինչ ընկավ յատեղը։ Սրանից լավ հաստատ էլ չեր լինի։ Ուզում եմ հենց հիմա գնալ Նյու Յորք։ Այլ չեմ ուզում ստեղ մնանք։ Գնում ենք, բայց կարամ չէ գոնե շորս փոխեմ։ Ապրի Սոսը, որ չթողեց գնաս։ Հա, Սոսի հետ երկար խոսեցինք։ Ճիշտ է, այս ամեն ինչին շատ դժվար եկա, բայց Սոսը շատ լավ տղա է ու մենք իրար հասկացանք։ Շատ եմ ուզում, որ Սոսն ու Մարին երջանիկ լինեն։ Իրանք երկուսն էլ արժանի են։ Եկել ենք քեզ շնորհակալություն հայտնենք։ Ապրես։ Իրականում ես եմ շնորհակալ Սոս։ Անկախ ամեն ինչից դու իմ կողքը եղար ու ինձ մենակ չթողեցիր իմ դժվարությունների հետ։ Ես այդ շատ եմ գնահատում։ Եթե սենց իրավիճակ կա, ուրեմն ես էլ ասեմ։ Ես էլ եմ շատ շնորհակալ Սոս։ Ճիշտ է, հիմար պատմություն է, բայց կարևորը լավ ավարտ ունեցավ, չէ։ Դե հեսա գնում ենք ռեստորան։ Միացեք մեզ։ Կներես Սոս, բայց ուզում եմ շատ արագ հենց առաջին չվերթով գնանք Նյու Յորք։ Հա, մենք արդեն պետք է գնանք։ Իդեպ ձեզ հրավիրում եմ Նյու Յորք։ Այդ մասին կմտածենք։ Պարոն Հակոբ, դուք սալոնում եք, չէ։ Ես մի բան չհասկացա, հիմա Սոսն ու Մարին եկեղեցի մտնելու են թե չէ։ Հորքուր ջան, կարծում եմ չէ, որովհետև Սոսն ու Մարին դեռ այնքան բան ունեն խոսելու, հետո ես չեմ ուզում Մարին հենց այսօր ամուսնանա։ Ուզում եմ Մարի համար հատուկ սիրուն շոր կարենք ու հետո մենակ իր համար այդ առիթը կազմակերպենք։ Հա։ Ես լրիվ համաձայն եմ։ Դե ես բան չասեցի։ Ուղղակի ես ամեն ինչը կորում էր դրա համար։ Սյուզի, բա դու ինչի Սարայի հետ չգնացիր։ Այդ աղա հա բդու։ Ինչը թողնեի քեզի հերենայի։
Համել շուտով մենք դի կարգվինք, մոռացել ես։ Խոստանում եմ քեզ կյանքում էլ բաց չեմ թողնի։ Ծովը տանի, մերնիմ քեզի։ Լավ։ Հիմա բա հյուրերին ինչ ասենք։ Բոլորը ռեստորանում մեզ են սպասում։ Տորտներ սրահում է։ Սուսի։ Ուզում ես հիմա ամուսնանանք։ Աման, հայմի այդ աղա։ Հա, ինչ աղել որ, ինչա պակաս։ Աման, համաձայն եմ։ Այո, ժողովուրդ։ Ընտանիք, ազգ, հայություն, մասնավորապես Լոս Անջելեսի հայություն։ Լաուրա, տղետ ինչի գժվեց, հա? Ավո քեզ ինչ եղավ։ Հարսանիք եք ուզում, ստացակ հարսանիք։ Հիմա ամեն ինչը կա, էլի չեք ասում։ Եկեղեցին կա, տարոսիկը կա, հարսուփեսեն կա։ Հրաշալի միտք է, հրաշալի։ Առաջարկում եմ ժամանակ չկորցնենք։ Եթե ինչ-որ մեկին իմ կարծիքը հետաքրքիր է, ես կողմ եմ։ Դե ինչի ենք կանգնել։ Արդեն ուշ է, ժամանակ չկա, եկեք մտնենք եկեղեցի։ Գնացինք, արագացրեք։ Գնացինք։ Կապես, հայ։ Չէին մոռացել։ Աման, ինչ լավն է։ Կրնամ այս բան հետ շապարդեմ։ Չէ, Սյուզի ջան, միշտ ապի, դա պահի ռեստորանում կանես։ Լաուրա ջան, մենք այսօր այնքան բան ենք խախտել։ Աղջիկը ինչ ուզում է թող անի, որտեղ ուզում ես այնտեղ էլ շփարդել։ Ապրես, պապա ջան։ Համը ռեստորանում այնքան մարդ կա, երկու հատ փունջ պետք որ գցենք բռնեն, չէ՞։ Ավելավաս դել գցենք։ Հա, այսուհետ երեխեքին ոչ մեկ ոչինչ չի կարա արդեն ասի։ Սյուզի ջան, քցի, հայմի։ Իշնեմ ներքև շապարդեմ ազման, եղավ։ Շուտով մենք ենք ամուսնանալու։ Հա։ Հարսանիքից հետո գնալ ենք Նյու Յորք։ Հա, քո հետ աշխարհի ծերն էլ կգամ այս անգամ։ Պատրաստեք։ Are you ready? Yeah. Բարիկալուստ ABC Kids։ ABC-ն առաջարկում է 2-ից 5 տարեկան երեխաների խնամք եւ կրթություն։ Կենտրոնում ներդրված է հատուկ մշակված նախադպրոցական ծրագիր նահանգի կողմից հաստատված բոլոր չափորոշիչներով։ Ծրագրում նաեւ ներառված են շախմատի, արտի, բարի, հայերենի եւ կավագործության դասերը։ Երեխաներին տրամադրում են օրգանիկ եւ թարմ սնունդ։ Ընդունելությունը բաց է Glendale Garfield, Glendale Colorado եւ North Hollywood մասնաճյուղերի համար։ Կարող եք դիմել նաեւ CCRC ծրագրի միջոցով։ ABC Kids, լավագույնը ձեր երեխայի համար։ Հուլիսի 26-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Հայկ Ղևոնդյանի Սպիտակցի Հայկոյի մենահամերգը։ Հին ու նոր սիրված եւ հիթեր դարձած երգեր, շքեղ, լուսային եւ ձայնային լուսավորում։ Բաց մի թողեք ամառային ամենաուրախ համերգին ներկա գտնվելու հնարավորությունը։ Հանդիպում ենք հուլիսի 26-ին Ակվակալենտեում։ Հաճախ մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818 418 5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Glendale-ում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ Մանհեթենի հանրաճանաչին 3-րդ ավենյուում գործում է E&D գեղեցկության սրահը, մազերի հարդարում, հայլայթ բալայաշ, պերմանենտ, դիմահարդարում, լազերային մազահեռացում եւ ավելին։ Սիրով սպասում ենք ձեզ E&D գեղեցկության սրահ։ Advanced Chiropractic Wellness Center, Venice եւ Burbank քաղաքներում։ Այցելությունների համար զանգահարեք։
Փնտրում եք հուսալի եւ բարձրակարգ սպասարկում իրականացնող մեքենաների վերանորոգման կենտրոն, Body Shop, ուրեմն բարի գալուստ High Performance Collision Center։ Այստեղ որակը, բարձրակարգ սպասարկումն ու շուկայական լավագույն արժեքները համադրելի են։ S&H Garage, այստեղ իսկ կարճ ժամանակահատվածում հմուտ մասնագետները կկատարեն բեռնատար մեքենաների, ավտոմեքենաների, արգիների վերանորոգման հետ կապված ցանկացած աշխատանք։ Դիմահարդարման միջոցով գեղեցկության արվեստի նոր չափանիշներ հաղորդելու Աշխեն Կոստանդյանի մոտեցումները անսպառ են։ Beauty Fabric, երբ գեղեցկությունը հաղթահարում է բոլոր արգելքները։ Հայաստանում արտադրված բարձրորակ եւ լավագույն սուրճի համբավ ունեցող Royal Armenia ընկերության տեսականին այսուհետ կարող եք գնել նաեւ Լոս Անջելեսի բոլոր հայկական խանութներից։ Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթը, երբ որ կա մեկ օրում գեղեցիկ ատամներ ունենալը։ Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդենում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ, այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ, ամբողջ կյանքը դեռ առջևում է։ Ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818 418 1111 Cool Look, մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Կներեք էլի։ Ալո։ Ոնց, հիմա։ Սաշան, չի կարելի աշխատանքի ժամին խոսան հեռախոսով։ Okay, անջատի։ Ֆենը չէ, հեռախոսը։ Լավ եկա։ Չես անում։ Ես գնացի։ Ներողություն։ Սոս մի րոպե ուր։ Սարա, սալամներ արագ հեզանից չպրծա, էլի վրես խոսում ես, այդ կախար։ Սոշան, ես տեղ նրա համար եմ, որ չթողնեք գնաք, երբ ուզում եք, հաճախորդներիդ ես սպասարկեմ։ Ինչ ուզում ես, պետք է գնամ։ Ինչ է եղել։ Երեխան ծնվում է, արդեն երևի ծնվել է։ Ապուշես, ինչ ես այստեղ կանգնած գնա։ Փորձում եմ մեթան, բայց չես թողում մի ժամ, այ վողուկիկ։ Մեծ քաղաքներում դու ձուլվում ես բազմությանը, շտապող, շուրջը ոչինչ չնկատող բազմությանը։ Դու դառնում ես քաղաքի ստվերը, անվերջ վազքի ու խնդիրների մեջ։ Եվ քո խնդիրները թվում են քաղաքի նման մեծ եւ դու օտար ու մենակ մինչև այն պահը, երբ քաղաքը նվիրում է քեզ ընկերներ։ Նվիրում է ընտանիք, նվիրում է մարդկանց, ում համար դու պատրաստ ես ամեն ինչի։ Ամենադժվար պահին, երբ թվում է հողը ոտքերիդ տակից փախչում է, դու կորցրել ես ամեն ինչ, քո ձեռքը բռնում է ընկերդ։ Օգնում է բաց չթողնել կարևորը, կողակցից սերը, բարեկամիդ հոգատարությունը։ Հավատում է քեզ ու դրանով քեզ դարձնում ամենաուժեղը։ Եվ դու արդեն ամուր, կայուն ու երջանիկ դառնում ես նրա կյանքի ու նրա երջանկության մի մասը։ Կյանքը ամեն օր սկսում է նորից։ Ու ամեն օր ապացուցում է մեզ, որ երջանկությունը փխրուն է ու անպաշտպան, որ այն ավելի շատ մեր կարիքն ունի, քան մենք իր։ Սոս ասելու ես ծերուծերի Խուանոնի հետ կապված։ Դեռ չէ։ Բա որ հարցնեն ինչ ես ասելու։ Դե կասեմ չեք որոշել։ Կյոնքս։
Պոշտի պապանա։ Աչքերը լրիվ իմն է։ Աստված ջան, մենակ քիթի նման չլինի։ Հա, իրոք որ Աստված չանի։ Եկան զանգում եմ։ Աղոջան։ Արենում աղբերները, պապայություն արդեն։ Նա ինչ լավն է կյանքս։ Օրը տնեցիք 2 ժամ արդեն նշում են, գիտես չէ, բա անունը ինչ եք որոշը դնեք, անունը։ Աղո մենակ ես չէ։ Դե որ մենակ ես կասեմ, ուզում եմ պապայի անունը դնեմ։ Բա է։ Լսի, այ աշտորական, էդը չի պապու տանունը չես դնում թորանս վրա, հորը տանունը ես դնում, թու։ Պապի։ Դե պապի լավ է, հա։ Օրա Աղո, այսօր դու մենակ ես։ Սոս ջան, հայրդ ոնց կուրախանա։ Ման դու ես ատե։ Պասի Լաուրա, ես իմ փոխարեն խոսեմ, կպատասխանեմ։ Տղաս։ Հələ մի հատ էի կողքիդա։ Սոս։ Հա տղես, հələ տեսնեմ։ Այ տղա, ոնց որ ամատունու աչքերը լինի։ Չհասկացա, քո մատ աչքերը իմ թորան հետ ինչ կա բուրի այ կիմա։ Չհասկացա, իմ մարդելա չես ընտանիքի անդամ։ Կիմա, ինչեր ես խոսում։ Սոս, հորքուր եմ դարձել։ Իրի սաղատ հավատվել եք յար գլուխ։ Բարև ձեզ։ Սարա ջան, ոնց ես աղջիկ ջան։ Լավ, դուք ոնց եք, շատ եմ կարոտել բոլորիդ։ Ես սոսի պատճառով Սարայի աչքերին չեմ կարողանում նայել։ Հա մեկ էլ, Սարան լինելու է երեխայի կնքա մայրը։ Աման, այ տղա, թույլ կուտես երեխուն տարբեր խաղեր սովորեցնեմ։ Չէ, չեմ ուզում դու յան ոչ մի սովորացնես։ Լավ, վերջացրեք արդեն։ Անջատի Սոս ջան, անջատի, որովհետև երեխեն պետքա շատ քնի։ Լսի Սոս, Սոս ջան, մեկ էլ հենց երեխու 40-ը լրացավ, շապիկը ակուրատիկը կտրտե։ Եղավ։ Լսեցին որ քուրդի չաս։ Հա, տղեց, Լավ չի լսում, հոգու սարերի մեջ ենք։ Ալո, հորքուր։ Որ կյանքս կերան։ Ինչի՞ չէիր ասել, որ ես եմ երախու կնքամայրը։ Անեն ասեցի էլի։ Նորմալ ասեիր գոնե։ Սարա ոնց ես ուզում գոյնակ վեկանեմ, ամբան երկա, չգիտեմ, սիլիո կամ ձերտուն ասեմ, Սարա ջան կլես երեխեք կնքամայրը։ Վատ չէր լինի Սոս ջան, որ տենց պաշտոնապես գայր եւ ասել։ Արա դու կլին մի բանից կրիչ սարքես։ Սոս ջան, ընկերները համար են, որ եթե դու մի բան չգիտես, քեզ ասեն։ Ես զարմանում Հակոբը քո ձեռը ոնց է դիմանում։ Իսկ ես զարմանում եմ Մարին ոնց է քո ձեռքը դիմանում։ Ճիշտ ասում դու լոջ։ Սախիս կյանքը կերել ես ա։ Իր կանոց խոսա, երեխան քնած է։ Քիչ կամաս խոսա, մանի լավ չի զգում։ Դե ներս կերանքս լավ։ Ոչ ճուզում դու դու քանաս կայում։ Վայ, երեխաս քնած է, դու ինձ։ Երեխան քնած է, կամած։ Դու ինձ։ Կամաց տղուս։ Պապայ կյանք։ Սկզորտի։ Ինչ ես ուզում։ Սոս ջան, ընկերները համար են, որ եթե մի բան չգիտես, քեզ բացատրեն։ Ես զարմանում քո ձեռը ոնց է Հակոբը դիմանում։ Ես է զարմանում ոնց է Մարին քեզ դիմանում։ Սա դու դու դու